Հիմա բոլորը նայում եք, դիտում եք սա, ուղիղ եթերով, հա։ Եվ փաստացի, տեսեք, ոստիկանության կողմից Փաշօղլու անմիջապես գլխավորությամբ, նրա ցուցումներով ապօրինի անօրինական թրքաջհուդական ռեժիմը Փաշօղլու գլխավորությամբ, ինչպես նաև ազգային ախորի կառավարություն կոչվածի իրականացման աբեկչական գործողություն ցեղասպանություն, որին մասնակից են լինում ոստիկանության ամբողջ համակարգը, ըստ արկա փաստաթղթերի, արկա նյութերի, արկա հիմքերի, քանի որ ամբողջ համակարգը լծված է մի նպատակով, ազգին ահաբեկելու, տերորի ենթարկելու, ցեղասպանելու, նրանց չիպավորելու, վերացնելու, ցեղասպանելու ծրագիր։ Միակ նպատակը որն է, որ այսօր ազգին տերորի ենթարկելով, ազդելով նրա հոգեկանի վրա, ահի սարսափի մեջ պահելով, մտածեն, որ ազգը կարող է վախենալ, ահաբեկվել եւ որևիցե կերպ իր իրավունքներին պաշտպան չկանգնել։ Բացի դա, ուրեմն ինչ է կատարվում այսօր։ Պետական դավաճան թուրքի գործակալ Խերժիկ Նարիմանովը, նաեւ Ռաուֆ Սեյդօղլին, ինքը Ռոբիկ Քոչարյան, Փաշօղլին, ինքը Նիկոլ Փաշինյան, ինչպես նաև իր համակարգ կոչվածները, գործակալական ցանցերը, այսօր շահագրգռված են ազգին իսկ առաջի օրվանից ցեղասպանելու։ Նշված ցեղասպանության process-ին մասնակից են ամբողջ ոստիկանական համակարգը, դատախազությունը, ազգային անվտանգությունը, հատուկ քննչական ծառայությունը եւ բոլոր միջազգային կառույց կոչվածները, այդ թվում նաև Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, ՄԱԿ-ի անվտանգություն խորհուրդ, Եվրամիություն եւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները։ Հիմա խնդիրը ինչումն է կայանում, ազգովի, մենք դուրս ենք եկել ազգային ազատագրական պայքարի, այլ ոչ թե հանրահավաքների կամ բան, սրանց որոշումները, սրանց բոլորի պարետային ժամ եւ այլն օրինական չեն եւ իրավական հետևանք չեն կարող առաջացնել, ինչու համար, որովհետեւ Փաշօղլին ինքը իր ձայնով ինքը հրապարակային հայտարարեց, որ ինքը ընտրված չի ժողովրդի կողմից, այլ նշանակված է։ Բացի դա, Փաշօղլին ինքը հայտարարեց հրապարակավ, որ Արմենչիկ Սարգսյանը նշանակվել է ապօրինի, որը չունի որևիցե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որը 2014 թվականից հանդիսանում է Անգլիայի քաղաքացի, փաստացի ռեժիմը ոստիկանության, դատախազության անմիջապես գլխավորությամբ մասնակցությամբ տերորի են ենթարկում, ապօրինի նշանակված գործակալին, պետական դավաճանին ներկայացնելով որպես նախագահ, որը փաստացի իրականացնում է ցեղասպանություն մեր ազգի, մեր պետության դեմ։ Այսօր եւ այդ ինչի համար։ Ինչ որոշում։ Մի բաներ, թող գնա, թող մի վախեցի։ Հիմա փաստացի արևանգում են, մեզ արևանգում են, մեզ բռնի արևանգում են։ Մի րոպե։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Բռնի փաստացի արևանգում են, կամքին հակառակ։ Բաս ես էլ եմ գալ։ Բաս ես։ Քեք բաս։ Ձեզ էլ եմ։ Լավ։ Բողեկցեք։ Մենք ձեր օրենքների Տիկնոջն էլ բերեք։